Այսօր ներկայացնում ենք Պանացեան բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջ արար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է Նարինե բիո պրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են անարատ եւ բարձրորակ կաթից խիստ վերահսկող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան հայկական ընտանիքների կողմից արժանացել է մեծ վստահության։ Պանացեա, սեր առաջին գտալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, Հեքիաթի սենյակը այս անգամ էլ ձեզ է ներկայացնելու շատ գեղեցիկ հեքիաթ։ Մենք ներկայացնում ենք երեխաներին պարբերաբար տարբեր ժողովուրդների հեքիաթներ։ Այս անգամ ներկայացնելու ենք ձեզ եգիպտական հեքիաթ։ Բայց մինչ մենք կանցնենք մեր բուն գործողությանը, պետք է ասենք, որ մենք այսօր ունենք հյուր։ Այսօրվա մեր հյուրն է տաղանդավոր Նարեկը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն։ Կարող ես պատմել քո մասին։ Արևիկ, միգուցե հարցնենք ինչպես է Նարեկը։ Ինչպես է։ Շատ լավ, դուք ինչպես եք, շատ ուրախ դուք։ Զգացվում է, որ դու շատ ուրախ ես եւ այդ տրամադրությունը տարածվում է ամբողջ Դանելյան արտ ստուդիոյով։ Նարեկ, պատմիր քո մասին։ Ես Նարեկն եմ, քաղաք Էջմիածնից եմ, բլոգեր եմ, դերասան եմ, տարբեր նախագծերում եմ նկարվել, YouTube-ում ունեմ 5000 հետևորդ, ունեմ իմ հաղորդումը, որտեղ կանչում եմ հայտնի մարդկանց, մոտ 60 թողարկում նկարել ենք, հարցազրույց ենք վերցնում, բայց ոչ սովորական ֆորմատով, տրամաբանական հարցեր, ինտելեկտուալ հարցեր, տարբեր փուլերով։ Ես կարծում եմ այս հաղորդման ընթացքում մենք մի քիչ կխեղճանանք, որովհետև քանի տարեկան ես նա 14։ Ընդամենը 14 տարեկանում տեսեք որքան անելիքներ ունի, անում է։ Նարեկ, իսկ որ ասում ես հայտնի հյուրեր, ովքեր են եղել քո հյուրերը։ Դե օրինակ Եգոր Գլումով, տարբեր բլոգերներ, Սուրենը նաև ինչ-որ։ Իսկապես ինչ անոթ է։ Բայց այսուհետ ես կդառնամ քո հավատարիմ հետևորդը կեցես։ Դե քանի որ հեքիաթի սենյակում ենք, մի փոքր հեքիաթներից խոսենք, քո կյանքում դրանք ինչ դեր ունեն։ Ես շատ եմ սիրում հեքիաթներ, ու ինձ թվում է բոլոր մասնագիտությունների մեջ մարդ պետք է շատ կարդա գիրք եւ կրթվի։ Օրինակ, ես նաեւ շատ եմ կարդում ռուսական գրականություն, ավելի կոնկրետ ինչպես գրել սցենարներ, տարբեր, օրինակ Սպաստի Կոճիկան, այդ գիրքն էլ շատ լավ սցենարին օգնում է սցենար գրելու, բայց եթե հայ գրողներից, հեքիաթ գրողներից Հովհաննես Թումանյան, Խնկո Ապեր եւ այլն։ Կեցես, շատ հետաքրքիր է, փաստորեն դու ինքնակրթությամբ ես զբաղվում, հույսդ միայն դպրոցի վրա չես դնում, այո։ Քանի տարեկան ես։ 14։ Ասացինք արդեն Արևիկ, ես ասացի, որ 14 տարեկանում որքան բան է հասցրել անել եւ դեռ շարունակում է։ Որովհետեւ նա իրեն ներկայացրեց ու ես մոռացա ամեն ինչ։ Այո, այնպես արագ եւ բովանդակալից։ Ես կարծում եմ, որ 20 տարեկանում Նարեկը կմտածի, «Էլ ինչ անեմ, ամեն ինչ ոնց որ թե արել եմ եւ նոր մասնագիտություն կստեղծի»։ Դե նաև ունեմ երկրորդ հաղորդումը, էլի YouTube-ով, որը ավելի սիրված է, ամեն թողարկումը մոտ 40-50 հազար դիտում է հավաքում։ Ինչպես է կոչվում քո ալիքը։ NX Production, YouTube-ով գրեմ, միանգամից կբերի։ Երկրորդ հաղորդումը ֆենոմենն է, որտեղ պատմում եմ վախենալու բաների մասին, նաև վախենալու փորձություններ եմ անում, օրինակ հոգի եմ կանչում վախենալու առաջնորդներ եմ անում։ Ես չես վախեն, ոչ չես վախենալը անգամ ես մեր շատ սիրելի հեռուստադիտողներին մի փոքր գաղտնիք բացեմ, հաղորդումներից մեկում ես այրել եմ մեր տան գորգը միամիտ, պատահաբար։ Հետո հետո տանեցիները։ Դե տանեցիները Հրկվել։ Սկզբից հայրիկս մտածեց, որ այդ նկարման մեջ ենք չէր տեսել, որ ես որ իրական եմ գոռում, հետո ցեք հանգացրել։ Սիրելի փոքրիկներ, ամեն դեպքում այդ փորձերը դուք մի արեք պարզապես։ Դուք ուղղակի դիտեք։ Այո։ Նարեկ, իսկ հեքիաթները մեր կյանքի նման են, ինչ ես կարծում։ Դե կան հեքիաթներ, որոնք չէ, բայց կան հեքիաթներ, որոնք նման են։ Այո։ Կարևորը խրատը հասկանալ եւ կրկնել։ Լավ, ինձ թվում է ավելացնելու ոչինչ չկա, բայց մինչ կսկսենք հեքիաթը ընթերցել, ասենք, որ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանելյան արտ ստուդիոյի սան Մարիան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Եվ իհարկե չմոռանանք շնորհակալություն հայտնել մեր հաղորդման աջակիցներին։
Panacea ընկերությանը, որը ներկայանում է իր համեղ եւ տարատեսակ յոգուրտներով։ Եվ իհարկե, Club Capital-ին ենք հայտնում մեր մեծ շնորհակալությունը։ Եգիպտական հեքիաթ Ալիբեկ Կաշկաշին։ Կահիրե քաղաքում Եգիպտոսի սրտի մեջ ապրում էր մի ծերունի, որի անունը Ալիբեկ Կաշկաշի էր։ Նա կաղում էր ձախ ոտքից եւ քաղաքի փողոցներով անցնում էր կարծես սպառելով։ Քաղաքի երեխաներին դա ծիծաղելի էր թվում։ Նրանք դեռ հեռվից տեսնելով ծերունուն, իրենք էլ էին սկսում պարել ու ճղճղալով երգել. Ալիբեկ Կաշկաշի, դե թռի ոտքաշի։ Երբ նա մոտենում էր նրանց, չարաճճիները ավելի բարձր էին գոռում. Դե թռի ոտքաշի, դե թռի ոտքաշի։ Ուր էլ որ գնում էր ծերունին, այդ անիծվածները հետևում էին նրան ու միշտ միևնույն բանն էր լսում. Դե թռի ոտքաշի, դե թռի ոտքաշի։ Վերջապես Ալիբեկը այլևս այդ ամեն ինչը չէր կարողանում տանել։ Նա ճանապարհից մի քար է վերցնում ու շպրտում է չարաճճիների վրա։ Քարը կպչում է տղաներից մեկի գլխին, եւ նրա ճակատին մի մեծ ուռուցք է առաջանում։ Չարաճճին վազում է հոր մոտ, բարձրաձայն լաց է լինում ու գանգատվում է չար Ալիբեկից։ Զայրացած հայրը դուրս է թռչում, բռնում է Ալիբեկի թևերից ու տանում է դատավորի մոտ։ Սա չար Ալիբեկն է, ասում է նա։ Քար է շպրտել իմ սիրելի որդու գլխին եւ մի մեծ ուռուցք է առաջացրել նրա ճակատին։ Դատիր նրան։ Խիստ դատավորը հարցնում է Ալիբեկին. Չար մարդ, ինչպես ես դու համարձակվել նեղացնել երեխային։ Ես քեզ կպատժեմ, օրենքով։ Պատասխանի փոխարեն Ալիբեկը ծիծաղելի դեմք ընդունելով ճիշտ այնպես ինչպես երեխաներն են այդ անում, երգեցիկ ձայնով բղավում է. Այո, դու ինձ պատժիր, մարդկան ծիծաղը շարժիր։ Իհարկե ես քեզ պատժելու եմ, բացականչեց դատավորը։ Այդ ժամանակ Ալիբեկն ավելի բարձր է սկսում երգել. Պատժիր, իհարկե պատժիր, մարդկան ծիծաղը շարժիր։ Ծամածռում է դեմքը, պարում դատավորի առաջ եւ շարունակում երգել. Պատժիր, իհարկե պատժիր, մարդկանց ծիծաղը շարժիր։ Լռելու ես թե չէ, անխելք ծերունի, գոռում է դատավորը եւ դեմքը կարմրում է զայրույթից։ Պատժիր, իհարկե, ծիծաղ շարժիր։ Դատավորին չլսելով շարունակում է Ալիբեկը։ Գազազած դատավորը նշան է անում պահակներին եւ զինվորները բռնում են Ալիբեկին։ Այդ ժամանակ Ալիբեկը ծիծաղելով ասում է դատավորին. Օ արդարներից, դու արդար ես, դու քեզնից դուրս ես եկել եւ քո դեմքը կատաղությունից կարմրել է, բայց ես այդ հիմար երգը ընդամենը 4 անգամ միայն երգեցի։ Պատկերացրու, թե ինչ է լինում, երբ չար տղաները ամեն օր վազում էին իմ ետևից եւ ծաղրում էին իմ անունը։ Այդ ժամանակ դատավորը հասկանում է, որ Ալիբեկը մեղք չունի եւ ասում է տղայի հորը. Այս պատվարժան մարդը ուռուցքով զարդարել է քո տղայի ճակատը։ Գնատուն, վերջ շրջիպոտը եւ զարդարիր նրան բոլոր կողմերից։ Այդպես ասում է դատավորը եւ արձակում Ալիբեկին։ Այդ օրվանից երեխաներն այլևս չեն ծաղրում կախ ծերունուն։ Հանդիպելուց նրան գլուխ էին խոնարհում եւ բարի ողջունում։ Բարև, Ալիբեկ Կաշկաշի պապի։ Նարեկ քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Այո, շատ։ Ինձ թվում է հեքիաթի իմաստը այն էր, որ չպետք է ծաղրել ոչ մեկին, քանի որ աշմանդամ ունեցող մարդիկ իրականում հոգեպես ամենաուժեղներն են։ Այո, իսկապես, իսկ դու նկատել ես, որ այդպիսի դեպքի ականատես եղել ես, որ ծաղրեն երեխաները։ Դեռ ոչ, բայց մարդկությունը այնքան չար է, որ ինձ թվում է հնարավոր է։ Իսկ ես պետք է շատ ամոթով ասեմ, երբ որ ես էի փոքր, պատահում էր այդպիսի բաներ, որ երեխաներով ինչ-որ մեկի հետևից գոռում էինք եւ ծաղրում էինք, բայց իհարկե այն ժամանակ մեր ծնողները շատ խիստ էին։ Հիմա էլ կարծում եմ ծնողները, եթե ծնողները խիստ են, դա միայն երեխաների համար է, նրանց օգուտի համար է եւ մեզ սաստում էին եւ իհարկե մենք այլևս չէինք կրկնում մեր վատ արարքը։ Այո, շատ հետաքրքիր հեքիաթ էր, ինձ էլ դուր եկավ։ Եվ ավելացնելու ինչ ունես, Նարեկ։ Կուզեմ ասեմ, որ շատ հետաքրքիր էր, շատ ուրախ տրամադրություն ստացանք, հուսով եմ մեր հետևորդների եւս ստացան այդ մեր կողմից լավ տրված էներգիան, շատ հետաքրքիր է։ Վստահ եմ, դու այսօր շատ գեղեցկացրեցիր մեր հաղորդումը։ Դե ինչ, երևի ժամանակն է, որպեսզի ավարտենք, բայց ինչ ավարտը։ Այո։ Որ հերոսին է պատկերել Մարիան։
շնորհակալ ենք, որ այսօր եկար մեր հաղորդման հյուր եւ զարդարեցիր մեր հաղորդումը քո ներկայությամբ։ Շնորհակալություն Եվ շատ։ Հեքիաթի սենյակը եւ Պանացեա բրենդը քեզ համար պատրաստել է նվեր յոգուրտ։ Եվ իհարկե նաև Մարիայի համար է պատրաստել, մենք կփոխանցենք հաղորդումից հետո։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Club Capital-ին մեր հաղորդման աջակցելու համար։ Եկեք երեքս միասին ցտեսություն մաղթենք երեխաներին։ Ցտեսություն։ Այսօր ներկայացնում ենք Պանացեան բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթեր, որի բառ օրինակն է Նարինե բիո պրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, հասանելի դարձնելով այն բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են անարատ եւ բարձրորակ կաթից խիստ վերահսկող պայմաններում, առանց որևիցե արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան հայկական ընտանիքների կողմից արժանացել է մեծ վստահության։ Պանացեա, սեր առաջին։